Այսօր ես պիտի կիսվեմ սիրելի քույրեր եղբայրներ մի շատ կարևոր թեմայի մասին, որը վերաբերվում է ինձ, վերաբերվում է ամեն մեկիս եւ այսօրվա թեման կոչվում է ինչու եմ ես ծառայում Տիրոջը, բայց դրա հետ միասին իմ ներսս տխուր է։ Ինչու եմ ես նվիրվում Տիրոջը, ծառայում նրան, ինչ պետք է անում եմ, ասած ասած, բայց ներսս մի ձևի կողոպտված է երևը, մի ձևի տխուր է, ոնց որ տրամադրություն չունեմ, էլի։ Դա չեմ ասեմ մի օր։ Սա բոլոր քրիստոնյաներն էլ եղնում է ինչ որ դժվարություններով են անցնում, ժամանակավոր մի ինչ որ ունենում են տխրություն կամ բան, դա հաղթահարելու բանի հարց է, բայց երբ որ քրիստոնյան անցնում է մի օր, մի ամիս, մի տարի, երկու տարի, ու ինքն էլ գիտի որ հենց այնց անգործ նստած չի, Տիրոջ տանը ծառայության մեջ է, էլի, հենց այնց չի որ, բայց Տեր ջան, չէ որ դու ես ասել որ չեք կարա երկու Տիրոջ ծառայեք, կամ մամոնային կամ Աստծուն, ես էլ ընտրել եմ քեզ ծառայել, ու ինչն է պատճառը, որ քեզ եմ ծառայում, քեզ համար եմ ամեն ինչ անում, բայց ներսս չի ուրախանում, նես տպավորություն է, որ ինչ որ բան այն չի։ Ես ուզում եմ այսօր մի քանի պատճառներ, որ իմ կյանքից մեջ, իմ փորձառության մեջ ծառայությունից ելնելով այն փորձառությունը, որ ստացել եմ ծառայության միջոցով, որը լրիվ համապատասխանում է Տիրոջ խոսքին, ուզում եմ այդ մասին մի քիչ կիսվեմ։ Այսօր պիտի թվարկեմ կամ նշեմ 4 պատճառ, որն է պատճառները, որը քրիստոնյան, ելի եմ ասեմ, քրիստոնյան, որը մեղքի մեջ չի, հասկացանք, չէ՞, ինչ որ հատուկ շնության, գողության, ես ինչ որ հատուկ մեղքի մեջ չի։ Ոնց որ թե ամեն ինչ լավ է, մարդը իրեն նվերել է ոչ միայն սենց ասած Տիրոջը եկեղեցի է գնում, այլև ինքը ծառայում է Տիրոջը։ Բայց պատճառ կա, որ ինքը ներսը ուրախություն չունի, անընդհատ ներսի հոգնածություն ունի, անընդհատ մի ձևի հոգնած, անընդհատ մի ձևի այն չի, էլի, ինչ որ բան այն չի։ Ուզում եմ 4 պատճառների վրա այսօր ես կանգնեմ, որպեսզի մենք պարզապես քննենք մեր սրտերը։ Ես իմ սիրտը, ամեն մեկը ձեր սիրտը։ Առաջի պատճառը։ Տերն ասում է ամեն մեկդ մեկ դառնա վարդապետ, ուսուցիչ։ Մարդուն ընդհանրապես դուր է գալիս սովորեցնելը։ Ես տեսել եմ նույնիսկ քույրիկներ, եղբայրներ, որոնք ընդհանրապես կոչում չունեն սովորեցնելու բան, վկայելու բոլորս են կանչված Տիրոջ անունը վկայենք մարդկանց։ Բայց սովորեցնելը դա մի քիչ ուրիշ բան է։ Սովորեցնել ոչ միայն հենց այնց խրատելու մասին է խոսքը, որ մեծը կարող է երիտասարդին խրատի, սենց հայկական խոսքը, ասма ծերունին իմաստուն չէր, պրոստը մեծ փորձ ուներ։ Գիտեք, ուրիշ բան է, որ մարդը իր փորձից կիսվում է։ Ես այդ մասին չէ։ Երբ որ ամեն անգամ ես ասում եմ սովորեցնել, լինել ուսուցիչ, դա նշանակում է ավետարանի վարդապետությունը, Քրիստոսի վարդապետությունը սովորեցնել։ Դա լրիվ տարբեր բան է։ Հարցը նրա մեջ չի, որ պապս ինձ կարա սովորեցնի, մուրճը ոնց բռնեմ, մեխը ոնց բռնեմ, ոնց խփեմ, ինստրումենտը ոնց բռնեմ, ինչ գործը ոնց անեմ։ Դրա մասին չի խոսքը։ Սովորեցնել ավետարանի Քրիստոսի վարդապետությունը մարդկանց, եթե մարդը դրա մեջ կանչված չի, բայց ինքը ուզում է ուշադրության կենտրոնում լինի, ինքը ուզում է սովորեցնի, մեկ է տենում ես մի 2-3 մարդ են նստած ու ինքը նստում է ու սկսում է մարդուն դուր է գալի, որ իրան նայում են որպես ուսուցիչ։ Իմ հասակակիցները ու մեծերը կարող է մի քիչ երիտասարդները համեմատած ինձ հիշեն սովետական մի հատ մուլտֆիլմ կար, այն «Լягушка путешественник» էր կոչվում։ «Լягушка путешественница», հա, անդադ ինչ որ միտեղ էր գնում, համարցակ երգը մեր վերջը մի հատ արագիլ վեր կալավ, տարավ, հազիվ փրկվեց, այն նահաուտմեին, հազիվ փրկվեց, թռավ, լիճ ընկավ, մի հատ լճակա, փոքրիկ, ասես լճակա մեկ էլ ընդեղ այդ շերեփուկները, գիտեք, չէ, այդ գորտի շերեփուկները կիսագորտ դառած հավաքվել են
ու ասма թրջում էի եւ ես թրջում ու սավսեցի հիացած նայում են թե ինչ կյանք ասատել հազիվա գիտեք փրկվել տանը մեն ուտեն վերևից թռել բայց այդքանը սաղ սենց դրա ձերքները սենց ու շադիր լսում են ասма երբ որ ես թրջում էի մեկ էլ կադրը փոխվում է ու ինք սենց մանագալի բոլոր այդ բաներին մեկ էլ մի թրջում գալիս է իրան վերանում ու տանը մուտելու ու ինքը ասում է տեսնում եք ես թրջում եմ բայց իրան շատ էր դուր գալի, որ իրան մի բանի տեղ էին դնում։ Շատ վտանգավոր է, երբ որ քրիստոնյան չի կանչված սովորեցնելու, բայց հատուկ հաճույք ազգում, որ գիտեք, ես կանչված եմ հովության ու սովորեցնելու եւ սովորեցնելուն ես նայում եմ որպես իմ պարտականությունը, որ ես լինեմ պարտաճանանչ իմ ծառայության մեջ։ Ես դա չեմ հավատացեք ես իմ կինս դա շատ լավ գիտի ես մարդիկ չեմ փնտրում ես փախչում եմ մարդկանցից ուզում եմ միտեղ հանգիստ նստեմ ու երբեք մի եղբայր ես վերջերս ասավ Վարդան ախպեր բայց մեր եկեղեցին շատ փոքրիկ է 15 հոգի 20 հոգի դու կգաս մեր մոտ ծառայելու ասի Տերը օրհնություն տա հնարավորություն լինի ասենք ժամանակի տեսակետից կգամ ինձ համար բացարձակ տարբերություն չկա քանի հոգի են կանգնած ես մի անգամ մոտ 4000 հոգու առաջ եմ ծառայել հիմնական խոսքով մոտ 45 րոպե եղել է որ 3 հոգի մեր եկեղեցին որ նոր սկսել էի քիչացան մի օր 3 քույրիկ եկան նոր եկեղեցի ասի քույրեր ջան գնացեք այսօր հավաքույց չի լինի աղոթեցեք որ Տերը մեր եկեղեցում արթնություն տա իրանք էլ ասում են մենք գնում ենք ճանապարհում ասում այդ ինչ արթնություն այդ ինչի մարդ են աղոթ իսկ այդ չգիտեին Ինչի համար եմ ասում, սիրելի քույրեր եղբայրներ Թող երբեք ձեզ դուր չգա, որ դուք սովորեցնում եք ու ձեզ լսում են խուսափեք դրանից, մեկ դառնա ուսուցիչներ Երբ որ դու կոչում ունես, տեսեք Պողոս Առաքյանն ասում է վայ ինձ, եթե ես չծառայեմ Մի կողմից, եթե կանչված ես ուսուցիչ կամ ինչ որ կոչումի, վայ քեզ, եթե դու հավատարիմ չես Բայց վայ քեզ, եթե դու կանչված չես, բայց դու այսօր գիտեք այնքան ունենք հատկապես վերջի ժամանակներում այդքան ունենք հովիվներ, մեկ էլ ճակերտավոր էլի, որ մեկ էլ տեսնում ես, մեկը շատ տաղանդավոր է երգելու մեջ, երգում, մեկ էլ մարդկանց դուրա գալի են, ասում է հազիվ հավաքվել են, բերի էսեղն եմ իրանց Չի ասում տես, բայց տենց է Սոխակը իրանք էլ կհավաքվեն իմ ձայնին, կերգեն, մեկ էլ հոп, սկսում է ինչ-որ քարոզներ, ինչ-որ բաներ Մեկը կանցված է մարգարեության, չէ, պետք է ինքը սովորացնու ճակատներով էլի, ու սկսում է սովորեցնելը, ինչի չի գրած ուրիշ ծառայությունների մասին, այլ գրված է հենց ուսուցչի ծառայության մասին, մեկ շտապի, որովհետև մենք մեծ պատասխանատվության առաջ ենք, եթե մարդը կանչված չի, ինքը ուզում է սովորեցնի, ինքը չի կարա ճիշտ սովորեցնի Ուրիշ բան է, երբ որ մարդու պատասխանատվությունն է դա ու ինքը դրա մեջ է։ Մի խոսքով շատ աներջանիկ, շատ դատարկված վիճակի մեջ են նրանք, ովքեր անընդհատ փորձում են սովորեցնել, անընդհատ փորձում են իրենց տեղը գրավել վարդապետի ուսուցչի դիրքի մեջ։ Ես չեմ ուզում շատ երկարացնեմ, կուզեմ պարզապես շարունակենք։ Այս առաջի պունկտի երկրորդ մասը մի քիչ ավելի եմ ուզում խորացնել, որ երբ որ մարդը ինչ որ կոչում չունի, բայց իմիտացիան ոնց է ձև է տալիս, ուզում է այդ բանի մեջ մեկի վրա ձեռք դրեց ու այդ մարդը բժշկվեց։ Ինքն էլ ազարմանում, ոնց բժշկվեց։ Մեկ է որ շատ մտածում է այդ մասին, կարող է ես կախված եմ, կանչված եմ բժշկության ծառայության։ Այն Քաշնազարի նման որ մեկ զարկի ջարդի 1000, նարի մասում է, սիրելի քույրեր եղբայրներ, մեկ էլ եղնում է տիրոջ ներկայությունը ու մարդը մեկ է հանկարծ մարգարեության խոսք ասում ու մեկ է մտածում է որ կարող է ես կանչված եմ մարգարեության, ընդհանրապես կոչումի հետ շատ զգուշ է պետք լինել, բոլորը ովքեր որ Սուրբ Հոգով մկրտված են, մենք ունենք Աստծո բոլոր պարգևները
Եվ այդ պարգևները անընդհատ կարող են դրսևորվել։ Ես մարգարետ չեմ, բայց իմ կյանքի մեջ շատ անգամներ մարգարեություն ա դրսևորվել։ Ես կանչված չեմ բժշկության պարգևի, բայց շատ անգամ մարդիկ բժշկվել են, երբ որ ես աղոթել եմ իրանց համար։ Եվ այլն, այդպիսի բաներ շատ կա։ Իմ հիմնական կոչումը, որ Տերը ինձ կանչել է, դա հովիվի ծառայությունն է, որտեղ ուսուցչի ծառայությունը անպայման մտնում է, հովիվը չի կարա ուսուցիչ չլինի եւ Արտաշես եղբոր մեջ ես դա էլ տեսնում եմ անպայման եւ երեցը կարող է ուսուցիչ չլինի, ասում եմ, եթե երեցը նաեւ ուսուցանում է, այսինքն անպայման չի, որ ինքը ուսուցիչ լինի։ Մի խոսքով լավ, այդ մասին ես չեմ ուզում շարունակեմ, բայց սա կարեւոր է, որպեսզի ես շեշտեմ սիրելի քույրեր եղբայրներ, իմ կյանքի մեջ նաեւ կա անընդհատ դրսևորում է հոգիների զանազանության, չէ, ես դևերին չեմ իրարից տարբերում, հոգիների զանազանության պարգևը դա ծառայության հետ կապված է, որ Սուրբ Հոգի ցույց է տալի, ասուց է այս ծառայող հոգին, մարգարեության կամ վարդապետ թե չէ։ Նաև խոսքի իմաստության ծառայությունն եմ Տերը տվել է դա ինձ ես անընդհատ դա տեսնում եմ կյանքիս մեջ ուզում եմ ես մենք մի կարևոր բան իմանանք որ երբեք ես չեմ ձգտում հատուկ գնամ նախանձավոր եմ աղոթում եմ որ Տերը ինձ ավելի շատ իմ աղոթքներից մեջ շատ անգամներ ես նախանձավոր եմ խնդրում եմ եւ մարգարեության համար եւ հրաշագործությունների եւ բժշկությունների որտեւ ես ուզում եմ որպեսզի Տիրոջ տան մեջ ավելի շատ ներգործությունը լինի որպեսզի ավելի հզոր ավետարանը հաստատվի այդ բաներով բայց ուզում եմ ձեզ մի բան ասել Երբ որ մարդը նայում է մի հատ, ասենց ասած, վիդեո, տեսաժապավեն հայերեն ասած, YouTube-ով կամ ինտերնետով նայում է, ու իրան դուր է գալի ոնց են Մարգարյանը, ոնց են էս անում, ոնց են անում, կամ էլ ոնց են փչեն վեր են գնում, բրթեն վեր են գնում կամ բան, ու իրանք սկսում են դա իմիտիրovat անել, էլի հայերեն ոնց որ նմանացնել, նմանակերպ գործողություն անել, գիտեք ինչ սիրելի քույրեր եղբայրներ, այդ մարդը սկսում է ասենք մենք դեմ ես Բենի Հիլի նման ասկսեմ ծառայել, սիրելի քույրեր եղբայրներ, ուզեի որպեսզի մենք շատ ուշադիր լինենք, որպեսզի ինչ որ մի բան մեզ դուր եկավ, մի հատ ուշադիր քննենք, այս որ ես հիմի ուզում եմ այն նման ծառայություն անեմ, իբր թե դա ուզում եմ անեմ, որպեսզի մարդիկ մեր սենց ասած մոտիկ ելնեն մենք պետք է շատ կարևոր գիտեք քրիստոնեությունը դա սրտի հավատք է սրտի արտաքինի չի դա արտաքինի կրոն չի աստվածպաշտության արտաքին չի դա սրտի հարց է շատ անգամ այսօր քանի գնեմ դա շատանում է ասում են ինչի չի կարելի տատու անել տատու գիտեք չէ միշտ մի հատ հարց եմ տալիս Ինչի ես ուզում անես։ Լավ մի հատ ինձ բացատրի կարող է ես էլ հսկանամ, ես էլ անեմ, իմանամ, ինչի մա ես ուզում։ Հասկացեք մի բան, մենք պետք է միշտ հարցնենք, ինչի եմ ես ուզում, այս կոչումը չունեմ Տիրոջից։ Կասեք, բա ոնց իմանամ, ունեմ թե չունեմ։ Հետարքիր մի հատ ինձի կատր տամ։ Շատ պարզ, որ սենց հատուկ բան չի։ Եթե Տերը քեզ կանչում է մի ծառայության, սերտդ անհանգիստ ալի։ Չի հանգստանա մինչև չանես։ Տերը քեզ կանչում է գնաս էսիշ բանը անես, չի հանգստանա մինչև չանես։ Սուրբ Հոգին մեզ ուղղում է դեպի ինչ-որ մի բանի, դա մեր ներսից ու մենք զգում ենք։ Ես սա վերստին ծնվածների մասին է խոսքը, ոչ թե ինչ-որ կներեք խփնված քրիստոնյաների մասին, որ Սուրբ Հոգին ուղղում է, նվիրվում է, դու հաստատ զգում ես, ու դու սկսում ես մեջդ կռիվ տալը դրա հետ։ Չէ, չեմ ուզում, ապա այս տարբեր պատճառ 93 թվականին միջև Տերը ինձ բերեց Բաշկիրիա, այնքան նշաններ ու հնաշքներ խնդրեցի, սա հերթով կատարվում է։ Ասում էի, բայեն, ինչքան մեկ կատակով ասում եմ Գեդեոնը բուրդը սենց էր փռում, ես այ կողքի վրա այդ բուրդը դրեցի էլի եղավ։ Հարցը սրա մեջ է, որ եթե Աստված կոչման է քեզ կանչել, դու դրան հենց անում ես զգում ես որ դու հնազանդվեցիր Տիրոջը հենց անում ես զգում ես որ դու դրա մեջ ուրախություն ես գտնում բայց երբ որ մարդը իր ապարքն է փնտրում անդադ քիթ խոթում է հաստեղ հանդեղ հալա բերեք մենք այդտեղում ես Տերը ինչ կանչել է դևերին հանելու հենց մի հատ դիվար բերեք դիվար հետո այնքան անկապ խառը բաներ ալեմ այդ հարցի մեջ է դևեր հանելու չեմ ուզում կանգնել բայց
լուրջ Սուրբ Հոգու առաջնորդություն է պետք։ Չի կարելի։ Ես մեկ ասում, դե գնա ինչքան հոգեկան հիվանդանոցներ կա, ազատագրի դուրս արի։ Չկա այդպես բաներ։ Հիսուսի մոտ բերում էին, ու որ բերում էին ինքը հավատք էր հարցնում նրանցից, ովքեր բերել են, նույնիսկ եթե ասենք հենցնեն չի, ցանկության մեջ չի։ Գիտեք ինչ, մարդիկ ես տեսնում եմ վերջի քարոզիչները եւ ծառայողները ուզում են մարդկանց տրամադրությունը լաված են գեշտ համադեքեներ են որ սաղին լայքեք բարենք լայքեք այսի չէ տխուր նստել մեկ էլ տենը մեզ փառաբանության լիդերը սաղի վրա ճվմալա բարենք երկենք լա ուրախ զվարթ լա էս ասեք կողքինի տասա մեկ էլ սաղին խառնում են այդ սաղ ինչ որ կենթանանում են քարոզի ժամանակ շլ դկված նստում են որովհետեւ դա լրիվ մարմնի հարց է էլի Այդ մարմնի հարցա, ասա հենց, քու կողքինից ասա քեզ սիրում եմ, դու ես ուրիշի կնոջը խիտ եմ ասել, քեզ սիրում եմ։ Բրնի քո կողքինի ձեռը, ասա քո կնոջը ձեռը բրնի, իմ կողքին ուրիշ կին ա նստած, ուրիշ քույրիկ ա, ես իրա ձեռքը, ինչի պետքա բրնեմ, չէ, բայց ես տեղ չի կատարվում, ուր գնում ես էտա, բեմից աշխատում են ոգևորեն, ոչ թե հոգևորեն, ու որ սեծ սաղին, սեծ բանին տրամադրություն, մի հատ օցյալ կար հիմիտիրոշ մոտա Բերտ Քլենդեր, ասում է քանի փառաբանությունը ու դառնիկը բոլորը շատ աշխուժ են, հենց սկսում եմ քարոզել, տենում եմ կեսը քնում են, բայց ասում է պրոբլեմը նրա մեջ է, որ մարդիկ խոսքից արավ չեն, երբ որ մարդը իրա փառքն է փնտրում, ինքը տարբեր ճանապարհներ, մեկ է տենում ես քարոզը, ամբողջ քարոզը մի հատ հոգեբանական, պսիխոլոգիչսկի, մի հատ ինչ որ դասեր է, 17 պունկտ ինչպես բարկությունը իջացնել, 8 պունկտ ինչպես վերջապես ներել, 12 պունկտ ինչպես մատի տալով, ինչ որ մի բան անես եւ այլն, ու մեկ մարդկանց դուր է գալի, որ սենց ինչ որ, գիտեք ինչ, Աստծո խոսքը շատ կարճ ճանապարհ ունի։ Հիշ ասում է, եթե ես ձեզ ազատ անեմ, իրապես ազատ կլինեք։ Մեղքը ատելա պետք, մեղքի համար ապաշխարելա պետք, հայրը կընդունի կազատագրի, ես Սուրբ Հոգու ներգործությամբ ազատագրի։ Եղբայր ջան, ես 2 տարի չեմ կարող թարգեմ ծխելը։ Ասում եմ, չես կարա թարգես։ Ծխելը դա թարգելու հարց չէ, անհավատ է փորձի թարգել։ Դու այդ ստրկությունից պիտի ազատագրվես։ Քանի դեռ ուզում ես ծխելը թարգես, որ առողջությունը լավանա, դու չես կարա, դու պետք է հասկանաս, որ դա կախվածություն է եւ Տերը կարա քեզ ազատագրի։ Մի խոսքով, քույրեր եղբայրներ, ուսուցչի հարցը ես հենց սկզբից շեշտեցի, մարդը, որը կանչված չի, դա հատուկ շեշտեցի, որտեղ դա երևի ամենավտանգավոր բանն է։ Բայց մյուս ծառայություններն էլ, եթե դու կանչված չես, կներես, պետք չի, ինչ որ տարբեր քո շարժառիթներով գնաս անես, որպեսզի մարդկանց քեզանով անես, զարմացնես եւ այլն։ Ինձ մի անգամ մի եղբայր Մոսկվայի մի ինչ-որ սայթ գցեց, այդ տվյալ քարոզող, եթե կարելի է ասել քարոզող եղբորը ես մի քիչ ճանաչում եմ, իսկ այդ որ ինձ ասում էր ավելի լավ է ճանաչում, ինքը հարց էր տալի, ասում էր, լա մի հատ լսի, այս ինչ հարցը ինքը ճիշտ է սովորեցնում, ես բացեցի, գիտեք ինչ, ես չգիտեմ, նույնիսկ ոնց բացատրեմ, ինչքան էր հեռու այդ իրա բացատրությունները ոչ միայն Աստծո խոսքից, այլև ընդհակառակը կյանքից։ Շատ եկեղեցիները նույնիսկ ինչ որ պարտալներ են բացում, այդ պարտալներով Մարգարյանում են ուր են գնում, ուր են գալի, 4-րդ Իզմերինյան են գնում։ Այդ ծիծաղում են, բայց իսկապես այսօր է դա որ լսում վերջը հասկանում ես, որ արդեն դու ոչ թե 3-րդ, այլ 8-րդ երկնքումն ես, ու ինչ որ բան պետք է կատարվի, այն էլ Աստծո խոսքի հետ հեչ կապ չունի։ Սիրելի իմ քույրեր եղբայրներ, խնդրում եմ, ուշադիր եղեք, որ չսովորեցնեք, եթե դուք կանչված չեք, եւ չմտնեք մի ծառայության մեջ, ուզում եմ հատուկ շեշտել, պարգևների հետ կապված, եթե դուք կանչված չեք։ Ծառայություններ կա, որ բոլորս են կանչված։ Բոլորս կանչված ենք Քրիստոսի մասին վկայենք այն ինչ որ արելա
մեր համար։ Բոլորս կանչված ենք մեր օրհնություններից ունեցվածքով Տիրոջ տանը ծառայենք, բոլորս կանչված ենք։ Բոլորս կանչված ենք մեկս մեկուս համար աղոթենք, գրված է մեկուտ համար աղոթեցեք, որպեսզի բժշկվեք, մեկը սուփերի համար աղոթք արեք, աղոթքի համար բոլորս ենք կանչված, որ մեկս մեկուս համար իր կարիքի մեջ աղոթենք, բոլորս ենք կանչված, բայց ո՞ց է պարգևի հարցով, զգուշ եղեք, սիրելի քույրեր, եղբայրներ, որպեսզի տարբեր պատճառներով, շարժառիթներով, փառքի համար կամ ինչ որ մեկը ասեց, չխցկվեք այդ կներեք այս խոսքիս համար, չխցկվեք այդ ծառայության մեջ, որովհետև Տերը լուրջ պատասխան է պահանջելու։ Եվ նման մարդիկ կարող են տարիներով ծառայեն, հետո ընկել են իրանցին ինչ որ մեկը համոզել է, որ շատ լավ է քո մոտ ստացվում, հետո պարզվում է, որ ինքը այդ քարոզի տակ լավ է քնում, դրա համար ուզում է, որ միշտ այդ քարոզը չքարոզի։ Ուսուցչության մեջ եւ պարգևներով ծառայելու մեջ, եթե կոչում չկա, մի ծառայի, որովհետեւ Տերը հնազանդությունը ավելի է համարում, քան զոհաբերությունը։ Զոհաբերությունը Տիրոջ կողմից ընդունվում է, երբ որ մենք հնազանդվում ենք։ Համոզվեք, որ Տերը ձեզ դրա մեջ կանչել է։ Հովիվի հետ խորհուրդ արեք, վեր լուծեք, երբ որ համոզվեք, որպես հնազանդություն սկսեք ծառայեք, ու կտեսնեք, որ ճիշտ է, ծառայելը հեշտ չի լինում միշտ, բայց Տերը միշտ օգնում է, ու դու ներսում գիտես, որ ինչ ես ամեն հավաքույթից հետո գալիս եմ, ասենք, հոգնած եմ լինում, ու Լուիզային շատ անգամ ասում եմ, բայց Տիրոջը ծառայելուց հոգնածությունը ինչ քաղցր է, որտեղ ներսդ խաղաղա, բավարարված է, դու կարաս հոգնած լինես, բայց լավն է Տիրոջ ծառայելը։ Երկրորդը սիրելի քույրեր, եղբայրներ, Տիրոջը ծառայության մեջ, երբ որ մարդը անփույթ է, ռուսերեն небрежно, тот, кто делает дело Господне небрежно, անփույթ, նա անիծյալ լինի, գրված է թե չէ։ Ես հավատում եմ, որ Տերը, չեմ ուզում շատ մեջբերումներ կարամ բերեմ, առակացում ասում է, ավելի լավ է սրան գործի տաս, քան նրան, ալարկոտ մարդը, ինչի է մարդը անփույթ, դե որովհետև դա իրան պետք չի, իրան պետք չի, ինչ որ մի բան անեմ, ասել են արի, արա, ինքը անեմ, որ իրանից կներեք են յանք են անելի, թողեք ինձ, վсё, ասել եք արել եմ, Հիմի ոնց արել եմ, նենց էլ արել եմ։ Ու տատս այդ արկիր խոսք էր ասում էր ոնց որ մեր կողմն է, լավ կաթա տալի, հետո էլ բանամ, կամ մեկ անի, կամ արում եք, միջև վերջ արեք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այն քրիստոնյաները, որոնք սիրտ չեն դնում ծառայության մեջ, գիտեք, քիչ վերցրեք, բայց մինչև վերջ արեք։ Մեկ վախենա հովիվին, ասեք, հովիվ ջան, այ այսքանը հաստատ կանեմ, սրանից են կոմ, խնդրում եմ, թույլ տուր, բան չան, չեմ կարում, այս պատճառներով չեմ կարում, ոչ թե ալարկոտ եմ, այլ չեմ կարա, ինչ որ պատճառներով, գիտեք, մարդը պետքա ծառայության մեջ սրտով անի, ուզենա, մի բան ասեմ, շատ անգամ քրիստոնյաներին, Տիրոջը պետք են պրոֆեսիոնալներ, ով ասավ, Տիրոջը պետք են հավատարիմներ, Սավուղը ինչ էր, Էշմանեկող էր կներեք իմ, Դավիթը ինչ էր, փոքրիկ չոբանիկ էր, բայց Տերը կանչեց, ես ով եմ, եթե դու քո մասին շատ մեծ կարծիք ունես, դա դեռ շատ չես ճանաչել Տիրոջը, որովհետև այդ Տիրոջը ճանաչելու լույսի մեջ ներքո, երբ որ դու քեզ ես ճանաչում, դու հասկանում ես, որ Տերն ասում է ինչ էլ որ անեք, ասեք անպիտան ծառաներ ենք, ինչ պետք էր, այն էլ արեցինք, երբ որ մենք Տիրոջն ենք ծառայում, մենք պետք է հասկանանք, որ Տերը լուրջ պատասխանատվության է ստացում, նա ով որ զոհաբերում է գրված է ինչքան որ ունի, չէ՞, ավել չի ուզում Տերը, մեկին տվեց 1 տաղանդ, 2 տաղանդ, 5 տաղանդ, ինչպես է գրած, ամեն մեկին իր ուժի չափով, մենք փոքրիկ երեխեքից մի բան ենք պահանջում, պատանիներից մի բան, երիտասարդից մի բան, փոքրիկը որ սովորում է իրա թափած խաղալիքները հավաքել, ասում ենք, այ ապրես, այ մալադյեց, կներեք փոքրիկը որ գնում է գաշոկ, նստում, ասում ենք, այ ապրես, ոնց եք մտա, 15 տարեկանը մտավ զուգան, դուս եկավ ասում, այ ապրես, ծիծաղում ենք, բայց
Բայց մենք չենք կարա փոքրիկից պահանջենք էլ ինչ որ մեծից Տերը խիուրումը ես ու դու մեր անխել քալով կարում ենք այդքանը հասկանանք մեր հայրը չի հասկանում երբեք նա մեզանից չի պահանջեմ բայց երբ որ ինքը գիտի գիտեք ալարկոտի ամենամեծ մեղքը որն է նա կարա անի բայց չի անում ինչի է հայտնության մեջ գրված որ կրակե լիճը պիտի գցվեն եւ ցուցակի մեջ առաջինը վախկոտները եւ անհավատարիմները եւ իրար հետ ասը երկուսն էլ վախում են կորցնեն ինչ որ բան ալարկոտը չի ուզում խի հենց այնպես մի բան անեմ ով որ ծույլությամբ թուլությամբ անփութությամբ անում տիրոջ գործը գիտեք ինչ ես մեկ որ հովիվների հետ շփվում եմ հաղորդակցվում եմ ասում եմ եղբայրներ ջան դե ես շատ եմ լսում որ եկեք որ եկեղեցին շատանա մեծանա ասում եմ երբեք չեմ աղոթում որ եկեղեցին մեծանա երբեք չեմ աղոթում որ փոքր եկեղեցի լինի Տերն է ավելացնում փրկվածներ Господь прилагает спасаемых людей գրված է չէ մենք պետք է հասկանանք մի կարևոր բան ամեն մեկս եթե չալարենք հիշում եք ասում է Ленивый и лукавый раб հայերեն ոնց ասում Ռուսերենում ասում է ленивый и лукавый раб Ես հավատում եմ սիրելի քույրեր եղբայրներ որ մարդը որը անպիտան է ինչն է պատճառը որովհետև նա չար մտքերով է չէ բան նա ալարկոտ է չեր ուզում բան անպիտան է դրանով այդ պատճառով մենք պետք է ուշադիր լինենք որ մեր չափով մենք աշխատենք թե հետո ինչքան Տերը կավելացնի նա ասում է քչի մեջ հավատարիմ Տերը ինչա տալի ավելի շատացնում է ովքեր են տխուր անբավարար աներջարիկ քրիստոնյաները ծառայում են տիրոջը բայց ռուսերեն ասած բայց տյապ-լյապ սենց են ասում անփույթ Տերը չի ուզում որպեսզի մենք դրա մեջ լինենք երրորդը երբ որ մարդը ծառայում է բայց անընդհատ ակնկալում է որ մարդկանց կողմանից ստանա ճանաչում գովասանք ես այսքան անում եմ խիուրեմը մենակ ինձ ա դա պետք խիուրեմը ես պետք է անեմ բա հրե այն մեկը կարան անեն խի չեն ասում խի մենակ ինձ են ասում ես մի անգամ իմ ավակ հովիվը որ ինձ շատ եմ սիրել եւ հարգել հիմա ինքը տիրոջ մոտ է եկել էր Բաշկիրիա մեր եկեղեցին մի քանի անգամ ես իրան հրավիրել եմ ու մի անգամ սենց ահագին բան եղած է ասում եմ Ժորժ ախպեր ինչն է պատճառը որ եկեղեցում որոշ մարդիկ կան ինչ կազմակերպում ենք մենակ այդ մարդիկ են մասնակցում որոշ մարդկանց հեչ պետք չի ասեցի կազմակերպում ենք ինչ որ մի ծառայություն Մենակ SSSS մարդիկ են մասնակցել։ Կազմակերպում ենք ինչ որ մի բան, որ ինքն ինձ հետաքրքիր պատասխաններ ուներ։ Կստացի նկատել եմ արտավաստ ախպերներ ուներ։ Ասավ դե Վարդան ջան, լծվող եզին են լծում։ Հիմի երկու եզ են։ Կներեք, կոպիտ անչեմ, բայց այս մեկը չի ուզում աշխատի։ Տալիս որ մի մետր տանի։ Այդ մեկն է լծում ես խելու, դու որին կլծես։ Նրան ով որ տանում է։ Բայց ասավ Տերը գիտի այդ ամեն ինչը ու վարձքը սրանց շատ մեծ է լինելու։ Սիրելի քույրեր եղբայրներ, Հիսուսի համար արեք։ Ձեզ կարան չնկատեն, դուք անում եք, անում, մեկ էլ տեսնում ես այն մեկի ծնունդը շատ լավ շնորհավորեցին, քո ծնունդը շնորհավորեցին։ Դու անում ես, ծառայում ես, բան ես անում, նույնիսկ քո գործն ես կիսատեմ, որ հասցնես ծառայության, եկեղեցին, բան, մեկ էլ տեսնում ես, այս մեկը մենակ Կիրակի օրը գալիս է, կներեք, վերանգնում այդ տեղը, գնում տուն, բիզնեսը շատ լավ է գնում, ինքը նվիրված է իր բիզնեսին, բիզնեսն էլ շատ լավ է գնում, շատ կասկածելի է, ինքը հավատարիմ է, ասկի 10-րդի մեջ, թե չէ։ Հիսուս ջան, 72-րդ Սաղմոս չեմ ուզում կարդամ, դուք կարդացեք տանը, որպեսզի մենք արագացնենք։ Ասում է, ինչ ասես անում են, բայց լավ էլ ապրում են, ոչ էլ հիվանդանում են, ամեն ինչ լավ է այս մարդկանց։ Ասում է, միչև որ Տերին չտարավ, ու ցույց տվեց նրանց վերջը։ Ովքեր որ նախանձավոր են Տիրոջ տան համար, ովքեր որ ծառայում են միայն Տիրոջ համար, ընդհանրապես երանելի այն մարդը, ով ապրում է միայն Տիրոջ աչքերի առաջ։ Ու թե ուրիշները ինչ կասեն, իրան դե հետաքրքիր չի։ Երբեք մեկ փնտրի
գովասանքը ու ճանաչումը մարդկանցից։ Կգովան, դե փառք Աստծո, դա թեվա տալի։ Պողոս Արաքյալն էլ էր գովում բախվալից ոնց է հայերեն։ Գովալ։ Գովում եւ բայց մենք պետք է հասկանանք մի բան։ Տերն ասում է, որ ամեն բան հայտնի պիտի դառնա։ Եվ ոչի ծածուկ չի մնալու։ Մի բան որ անում ես քո ամուսնու համար, քո երեխու համար Հիսուսի խաթեր, հիշի, եկեղեցու համար, հիշի որ Հիսուսը ամեն ինչ, նա սրտագետ է, նա գիտի մտքերի շարժումը։ Տերը օրհնի, որպեսզի մենք այդ կարևոր բանը հասկանանք։ Եվ վերջինը, չորրորդը, ծառայում է Աստծուն առանց Աստծուն սիրելու։ Հիսուսը Պետրոսին չասավ վայ Պետրոս, հա։ Ակլոր էիր կտրել։ Ասում էիր բոլորը ուրանան, ես չեմ ուրանալու։ Դե հար ոնց ուրախացար։ Ուրացար։ Տերը չէ, ասավ գիտեք այնքան դա ինձ մխիթարում է, Տերը շատ կարճ ճանապարհ ունի։ Նրան անկեղծ մարդ է պետք, անկեղծի հետ Տերը գրված է, անկեղծ է։ Պետրոսին ուղիղ པարզ հարց տվեց։ Ինչ սիրում ես։ Ասավ, դե գնա արա։ Չասավ սիրում ես։ Ասավ, հա, ասավ, հա, դե լավ է որ ասեց, չէ, որ սիրում ես, գնա իմ հոտին ծառայ։ Եթե մարդը Տիրոջը սիրում է, Տիրոջ համար, գիտես ինչ, կինը կարա գամուսուն ասի, դու ինձ սիրում ես, չէ, ասի հա, դե ոնց ուզում ես նենց էլ ապրի, կլվաս, կեփես, կթափես, սիրում ես, չէ ինձ, հա, դե չի լիտես բան։ Այսօր աշխարհում է սերը կոնկրետ կյանք է։ Սերը կոնկրետ հետևանքներ ունի։ Ոնց որ ջուրը ձեռիդ գաս մարդուն ասես ծարավ ես, ասի հա։ Դե լավ է որ գիտես որ ծարավ ու գնաս չէ։ Սիրում ես Տիրոջը, ծառայ Տիրոջը։ Այն որ ծառայում է, բայց չի սիրում Տիրոջը, նա անընդհատ Տիրոջ բանը։ Հիշում եք, մենք սենց ենք անարակ որդի ենք ասում այդ արակի, մեծ որդին։ Ասում է ես քո բոլոր հրամանները կատարել եմ, ոչ մի հրաման զանց չեմ արել։ Ինչ ուզում անենք։ Մենք կարանք շատ բան անենք, բայց եթե մեր հորը չենք սիրում, մենք չգիտենք ինչ որ սիրում ես մի բան ես անում, նրա ուրախանալուց դու ավելի շատ հաճույք ես ստանում։ Այն սիրած մարդուն, որ մի բան ես տալի, նրա այդ աչքերի փայլից մենակ դրա խաթեր երանելի ես դառնում։ Բայց որ չես սիրում, հա, կեր, հակի, գնա։ Այն, ասում է, որ հանկարծ մեր կողմերով ասնել իսել եք, անց եք գնացեք։ Չի ուզեմ իր կաչի։ Բայց որ մեկի սիրում ես, ասում ես խնդրում եմ էլի, որ գնալիս եք մեծ տուն եք եկել, որտեղ ուրախանում ես։ Հերախոսը զանգում են, էլի սա, որտեղ գիտես որ նեն գա, լուկավի ռուսերեն ասած, չի ուզում սովորի, ուզում անընդհատ քեզ տանջի իրա հոգսերով, իրա գործերով, բայց որ զանգում մեկը, որ դու գիտես դա դժվարության մեջ է, բայց դու գիտես, որ այս մարդը լուրջ լսում է, կատարում է, հաջողություն ունի, Տիրոջ մեջ, զանգում վերեսեմ, հացավդ տամ, որ մեկին սիրում ես, անընդհատ քեզ ուրախացնում է, որ Հիսուսին սիրում ես, դու ծառայում ես նրա համար, ու կապ չունի, ճանաչեցին, Հիսուս ասում է, ինձ սիրում ես, ասում է, դե գնա իմ հոտի մեջ ծառայի։ Այս 4 պատճառն է, երբ որ մարդը ուսուցման ու հոգու պարգևների մեջ կանչված չի, չեմ ասեմ չձգտի այդ պարգևներին, ուշադրի լսեք, կանչված չի, բայց իր փառքի համար տարբեր պատճառաբանություններով, շարժառիթներով ինքը ուզում է անպայման դրա մեջ լինի։ Դա աներջանիկ անուրախ ծառայող է։ Երկրորդը, երբ որ մարդը ամփույթ անում Տիրոջ գործը, որովհետև չի ուզում, դա իրան պետք չի, դա իրան չի բերում բավարարվածություն, ավելի լավ է չաներ, քան թե անում է ամփույթ ձևով։ Երրորդը, երբ որ մարդը մարդկանցից է փառք, ճանաչողություն փնտրում, գովասանք փնտրում։ Մի բան անում ու տենում է, թե նկատեցին, գովացին,
Ուրեմն կշարունակի այդ բանի հիմար անելը, հա դե պատիվ, հայրը ունեն, չէ, բազակաճառերի մեջ, բա ոնց մեզ հարգում են եւ այլ, ու այդ հարգանքի խաթեր, որ մեկը ասում են, օրինակի հիմար, հա բա Յուրիկը, ես եթե կա Իրան նկատի չունեմ, ասում է, հա դե բա Յուրիկա, գիտես նա ինչ մարդ է, ինքն էլ կողքից լսում է, որ իր մասին դե հա դե ասում է, անեն, որ ես իմ համբավը պանեմ, Հիսուսի համար չարեցիր, չէ։ Փառքը նրանից սպասի։ Մարդու տված փառքը 1000 անգամ լավություն անես, մի անգամ տրամադրությունը լավը չեղավ, ինչ որ մի բան ինչ, всё այդ մեկը պետքա հիշի, այն 1000-ը մի կոմտի դնի, ու անընդհատ պետքա հիշի, որ հիշում եմ, դու ինձ սենց ասեցիր, ունենց արեցիր։ Մարդու փառքը ու մարդու ճանաչումը շատ վտանգավոր է։ Եվ ամենավերջում, երբ որ մարդը ծառայում է Աստծուն, բայց Աստծուն չի սիրում։ Շատ դաժան կյանք է։ Աստուն չսիրել, բայց վահով, ախով, դողով ինչ որ բան ծառայել։ Տիրոջը համար ինչ որ բան։ Օրենքի մարդը դրա համար է դժբախտ, հայերեն ժողովրդի լեզվով ասած անբախտ, որովհետև նա ամեն բան ուզում է ճիշտ կատարի, բայց ուրախ կներ, որ вообще չկատարի, բայց թե վախը մա որ չկատարի կարող է գլխին ուտի։ Ու հենց գիտի Աստված էլ իրան նման է։ Տիրոջ շնորհի մեջ շատ սեր կա ու շատ օրհնություն կա։ Եկեք կանգնենք Տիրոջը փառավորենք